Ըստ ձեզ վաղար շաբաթում 3 ՔՊ-ի հաղթանակից հետո Փաշինյանը կգրոհի Վեհարանի վրա։ Վեհարանի վրա չի գրոհի։ Ինչի՞ պիտի գրոհի բայց։ Չէ, բացարձակ։ Ինքը կոնկրետ անձերի հետ կապված խնդիր ունի։ Իսկ Վեհարանը կոչվածը ինչ է։ Մեր եկեղեցին է, չէ՞։ Վեհարանին չենք ասում։ Դա մեր Մայր Աթոռի կենտրոնական նստավայրն է մեր եկեղեցիների։ Նախորդ անգամ գրոհեցին։ Գրոհել ինչ է նշանակում, էլ ուղղակի հետո հարցակվեն, խփեն, հա, ոստիկաններով դուրը կոտրեցին։ Ոստիկանը մարդ չի մտնում եկեղեցի, մոմ չի վառում, բայց հենց էտա վում վառելու համար չմտան, չէ՞, կոտրեցին դուրը։ Բայց ինչ արեցին։ Եկեղեցու տարածք։ Հա մտան, դու թող բացեն մտնեն, իրանք էլ մերպես հայ են, էլ ինչ տարբերություն, եկեղեցին բոլորին է, չի, ցավներ։ Հա, բայց չէին մտնում աղոթելու համար։ Բա ինչի համար էին, մտել էին ուղղակի ջարդում էին դռները։ Մտել էին եւ դուրն էին ջարդում, այսինքն չեք տեսել ընդհանուր իրավիճակը։ Որ ինչ անեն, փակեր ուզում էին աղոթեին, կոտրեցին, որ մտնեին աղոթեին։ Բայց աղոթելու համար չէին կոտրում։ Ինչի համար էին կոտրում։ Կոտրում էին, որպեսզի սրբազաններին տանեին։ Այ եկանք հասանք այնտեղ, որ անձի խնդիր է։ Ուրեմն երևի ինչ որ մի բան գիտեն, ի վերջո իշխանությունն է, չէ՞, իրանք էլ իրանք լծակներով։ Բայց ճիշտ եք համարում եկեղեցու գույքի Չէ, գույքի վնասումը ճիշտ ասած բացարձակ ճիշտ չեմ համարում, իսկ եթե որը կապ չունի, հոգեվորական կլինի, մշակութային գործիչ կլինի, եթե որևէ անձի հետ կապված խնդիր կա, օրինակ գտնում են, որ մարդը ինչ որ սխալներ ունի կամ թերություններ ունի, կարելի է այլ կերպով տանել եւ հարցակնել։ Ես կարծում եմ նորմալ է, երբ որ հրավիր են, չեմ կարծում որևէ սրբազան հրաժարվեր այդ գալուց, եթե պաշտոնապես օրինակ հրավիրեին հարցակնությամբ կամ որևէ ինչ որ խնդիր լիներ։ Չեմ կարծում։ Հիմա տեսեք ինչա պատմությունը ոնց է։ Դա աշխարհում է տենց։ Ով որ նստեց իշխանության, լծակները իր ձեռքում է։ Դա կլինի ամբողջ աշխարհում է, դա նորմալ երևույթ է։ Այնպես չէր, որ անցյալ իշխանությունների ժամանակ տենց չէր, որ մեկ ուզեներ իրենց անցյալ իշխանությունների ժամանակ առհասարակ մեկը բարձր մեծ ասեր, կտանեին միտե Պապլավոկի պատվալում գլուխդ կքսեին ունիտազին կվերանար կգնար կամ Թումանյան փողոցի վրա տեղը գիտեմ, եթե մի օր առիթ կլինի, կարամ տանեմ ցույց տամ։ Ուր էր գնում այդտեղ կոնկրետ այդ անձը։ Ով կարող է ժամանակ մեծ բան ասել կամ մի տար խոսալ։ Կներեք, եկեք ճիշտը խոսանք։ Նե չի որ հիմա պաշտպանում եմ առաջ կամ հիմա։ Բացարձակ։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Եվ իհարկե այն ժամանակ ախրանային կուղարկեին կգային, sense կճխլեին, կտրորեին, մի հատ կտային գլխիդ կկորեիր, կվերանայր, չէին։ Քանի մարդու տարան տես կերան կորավ։ Էլ բիզնեսի մարդ, էլ չգիտեմ, նորմալ է։ Բայց հիմա կարծում եք նույն իրավիճակը չէ։ Չէ, օրինակ ինչ եմ։ Լավ, մի հատ օրինակ բերեք, որ ասենք տվին գլխին տարան կորավ այդ մարդը կամ տվին ասենք մեռավ միտեղ վաննայում, բաղնիկում լողանալուց, ասենք խեղդվեց։ Իսկ եթե վերաբերվում է ինքնասպանություններին, այդ արդեն ուրիշ հարց է, որտեղ բոլոր, ասում եմ, իշխանությունները եւ բոլոր երկրներում գոյություն ունեն տենց հատուկ մեթոդներ, որ մարդը մեկ էլ վդրուկ անհասկանալի կերպով ինքնասպանա լինում, իսկ դա դե գիտեք, արդեն դարերով քննության էլ առնել, չեն իմանա այդ մարդը ի վերջո ինչ հոգեվիճակում է եղել։ Արդյոք նա վերցրեց այդ զենքը եւ կրակեց իրան, թե իրան ասին ապեր խփի լուչը քեզ գլխից հետ կամ բերեցին հասրեցին այն վիճակին, որ ինքը որոշեց, որ չեմ ուզում ապրեմ, որտեղ ավելի վատ բաներ կլինի իմ հետ։ Իսկ ինչը վերաբերում է որևէ հոգեվորականի, կապ չունի հոգեվորական, ով ուզում է ինժեներ լինի։ Կարող են շատ հանգիստ առանց այդ ինժեներական օֆիսի դուրը կոտրելու մարդուն հրավիրեն, փոքր երկիր ենք, բոլորը բոլորի տեղը գիտեն, չեմ կարծում որ որևէ խնդիր, մեր բոլորից տակն մի բան կա, լավ, ֆորփրես ասել են, տվերից ապրենք, որը չգիտի։ Այդ կլինի առաջվա, կլինի դու մեկը մյուսը պրավա, մյուս, չգիտեմ, ինստիտուտ, բան, չգիտենք, հիմա անուն ազգանուններով հաթաթասենք, բոլորս ապրել ենք, չէ, նոր չիչակի երկնքից ենք եկանք, լծվեցինք այս քաղաքում եւ բան ամեն ինչ փոխվեց, չէ։ Ես կարծում եմ որ նորմալ է, ամեն ինչը կլինի, էս էլ է անցնելու, ժո, էս ժամանակահատվածն էլ է անցնելու։ Այ վատը այն է, որ sense գնալով ի վերջո ուր ենք գնում։ Այ հասկանում ես ինչ որ միտեղ պիտի լինի, ես միշտ նայել եմ հետեւյալ կերպ։ Միտեղ պիտի լինի, որ երկիրը սկսում է sense մի հատ նեյտրալ խաղաղության մեջ սկսում են մարդիկ սովորական իրանց բոլորը իրանց օրակարգով ապրել, հասկանում ես։ Հիմա հլը որ տեղը չկա, որտեղ sense խառնա, մեկ սրան, մեկենա գնաց, մեկեն պարզվեց, մեկեն, հասկանում եմ մարդիկ ինչ որ բաներ ուզում են ջրի երես հանեն։ Իհարկե չէ որ այսօրվա իշխանությունը մեր հետ ապրել է հավասար, նույն գային էլ է փող տվել, նույն պրավայի հանել, մեկը նույն իշխանության ներկայացուցիչները լավ գիտեին, ասում են, ամենք էլ ենք տվել, բայց մեզնից վախում էին վեկալեին։ Վերին տվին, ասին փախից տեից պրավետ, որտեղ գիտեին մի բան, մի կինո կսարքեն։ Կարող է իրանք մեր հետ չեն ապրել,
չգիտեն ինչ է։ Իրանք չեն տվել ինչ որ մեկին ինչ որ մի բան ժամանակ։ Իհարկե, դարա փոխվել է, հիմա վաղը ես էլ եմ իշխանության ղեկավար, ես էլ իմ ձևով կանեմ։ Իհարկե, բայց ես ո դեբիլ չեմ, բա պետք է հարստանամ, տուն ունենամ, բա ինչ պետք է անեմ, պետք է նորմալ ապրեմ։ Պետք է մինիմում պետք է դու դեբիլ լինես, որ ասենք ասես բան։ Այն Ուրուգվայի պրեզիդենտի պես, որ իր հիշում ես Մուխիկոն, որը որ սա տալիս է պետք։ Դեբիլ չենք, բայց ես չեմ ուզի մեր երեխեն մոտ լավ 200,000 անոց ջիպ քշի, հա։ Թե չեմ ուզի մոտ 1 միլիոնոց տուն ունենամ Եվրոպան։ Նախ երկրորդ օրը ունենալու եմ, ինձ ընտրեք ժողովուրդ ջան, ես դնում եմ խոսք եմ տալի, երկու հատ լավ վիլա եմ առնելու։ Էլ չխոսամ քաղաքում ամենավերջի լավ ավտոն իմն ալնելու ու ամենալավ համարներով։ Երեխեքս էլ սենց օտիդո, անգլիաներով, ֆրանսիաներով պետք է ֆրան ապրեն, ես էլ այսպես 100-ից մաշկով մտնեմ լյուբոյ ռեստորան աշխարհի ամենաթանկ շամպայնը խմեմ գամ։ Չեսնի ասում եմ աղբեր, տես չեսնի ասողին ընտրում են։ Դրա համար ինձ ընտրեք ժողովուրդ ջան։ Իրանց էլ ձեր չեմ տակ, ասեմ աղբեր, ինչ կերել եք, վայել եք, էլի արա սուս, կերել եք ապրեք ձեր համար։ Սխալ եմ ասում։ Всё, դրա համար ինձ կընտրեք ժողովուրդ ջան։